Ծիրանները բաժանված են, պոետիկ կինոշաբաթն ավարտված։ 23-րդ Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնն արդարացրեց իր «Be a poem» եղիր պոեմ կարգախոսը, կինոն ներկայացնելով որպես կյանքի պոեզիա։ Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում փառատոնի գլխավոր մրցանակը Ոսկե ծիրանը շնորհվեց հոսանքներին։ Մելագրոս Մումենթալերի տեսողական ու ձայնային մինիմալիզմով աչքի ընկնող ֆիլմը դրամատիկ պատմություն է մարդկային փոխհարաբերությունների խորքային հոսանքների, ընտանեկան կապերի ու կորստի ցավի մասին։ Ֆիլմում ջրի հոսքն ու դրա ձայնը դառնում են հերոսների ներքին տագնապի ու ժամանակի անդառնալիության խորհրդանիշ։ Այս անվանակարգի արծաթե ծիրանը ստացավ իրանական անցյալ ապառնի շարունակական ֆիլմը, Մուրթեզա Ահմադվանդի եւ Ֆիրուզե Խոսրովանի ֆիլմը, հարուստ էսթետիկ ու վավերագրական տարրերով, Իրանի պատմական անցուդարձն ուսումնասիրում է անհատի հիշողությունների պրիզմայով, այնինչ տեղի է ունեցել 3 դեռ շարունակվում է մեր այսօրվա լռության մեջ, հնչում է ֆիլմում։ Ջուրիի հատուկ հիշատակմանն արժանացած Լոնդոնը անդրադառնում է օտարության ու մեծ քաղաքում սեփական տեղը գտնելու հուսահատ փորձերին։ Ամենամեծ մենությունը սեփական լեզվով խոսող մեկին չգտնելն է, մենախոսում է գլխավոր հերոսը։ Դուք տեսնում եք իմ քայլերը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ պատերազմ է իմ ներսում։ Իրանցի ռեժիսոր Ամիր Ազիզիի «Ամիրի հոգում» սոցիալական դրաման նվաճեց տարածաշրջանային մրցույթ անվանակարգի ոսկին։ Երևանից 2 մրցանակ հարևան Վրաստան տարավ Ալեքսանդրե Քոբերիձեն իր պոետիկ չորացած ստերևով, նախ արծաթե ծիրան, ապա նաև կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի Ֆիպրեսի մրցանակ։ Երբեմն ամենաաղմկոտ երկխոսությունները տեղի են ունենում բացարձակ լռության մեջ։ Կարճամետրաժ ֆիլմերի կորիզ մրցույթում Ոսկե ծիրանը շնորհվեց Սերուժ Հովսեփյանի Մենավոր երկխոսություններ ֆիլմին։ Շնորհակալ եմ ամբողջ սիրելի մարդկանց ամեն բանքում։ Նույն ֆիլմը ստացավ նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ։ Ֆրանսահայ ռեժիսորի այս աշխատանքը մարդու ինքն իր հետ բարդ հարաբերությունների, մտորումների ու սեփական եսի փնտրտուքների շուրջ է։ Ուրիշների վիշտը սգալու համար մարդ վարձելու հին ավանդույթի մասին էր երիտասարդ ռեժիսոր Օվսաննա Գևորքյանի ֆիլմը։ Վարձու սգավորներում ցավի կեղծ ու իրական սահմաններն են էկրան բարձրանում։ Այս ֆիլմը կորիզի արծաթե ծիրանին արժանացավ։ Հայ ռեժիսորների շարքում ժյուրին նաև հատուկ հիշատակեց Սոնա Խաչատրյանի «Ռելիկվիա» եւ Արթուր Սահակյանի «Մենակ երկուսով» ֆիլմերը։ 3 կինոյի տանը փակման արարողությանը ժյուրին ոչ միայն մրցանակ է շնորհում, այլև ստանում։ Փարաջանովյան Թալեր պատվավոր մրցանակը հանձնվեց տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ իրանցի Մահմուդ Քալարիին։ Վարպետ մրցանակը հանձնել Սև Օհանյանին։ Բարև ձեզ։ Իսկ մեկ ինչ հայերեն խոսեմ, մեկ ինչ անգլերեն։ Ամերիկահայ հայտնի կինոպրոդյուսեր եւ սցենարիստ Սև Օհանյանն է, վարպետ հատուկ մրցանակն իր հետ Հոլիվուդ կտանի։ Այս տարի Ռայան Քուգլերի 4 Օսկար նվաճած, ինչպես նաև Ոսկե գլոբուսի արժանացած մեղսավորները հայազգի պրոդյուսերի կարիերայի գագաթնակետն էր։ Միակ պատճառը, որ ես կինոռեժիսոր եմ, այն է, որ ես հայ եմ։ Ցուցադրել եմ իմ ֆիլմերը Հայաստանում եւ այս մրցանակը ստանում եմ այսօր Հայաստանում։ Իմ համար ավելի շատ արժեք ունի։ Փառատոնը եզրափակվեց Գոթֆրի Ռեջոյի սյուրռեալիստական շոկով ժամանակին ֆիլմի ցուցադրությամբ ու խոստումներով։ Հաջորդ տարի ավելի ընդլայնել համաշխարհային պրեմիերաների աշխարհագրությունը, այլևս պաշտոնապես A դասի կարգավիճակով, ասել է թե կինոպրոդյուսերների միջազգային ֆեդերացիայի կողմից աշխարհի 50 լավագույն փառատոնների շարքին դասված Ոսկե ծիրանը արդեն 24-րդ անգամ կինոտոն կպարգևի մայրաքաղաքին։